մի փոքր, միգուցե ոչ շատ փոքր նախաբան, հետո նոր կանցնեմ պատգամին։ Ինչ է ձեր կյանքը։ Այն մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում եւ հետո անհետանում է։ Ամեն։ Եվ մենք այս կարճ ժամանակ երևացող ու անհետացող կյանք կոչվող առասպելի, ոչ թե առասպելի խորհրդի հետ պիտի կարողանանք վարվել իմաստուն կերպով։ Ժամանակի հետ վարվելը մեծ իմաստություն է, ճիշտ վարվելը մեծ իմաստություն է։ Մենք բոլորս որպես քրիստոնյաներ պիտի հասկանանք ինչ է մեր կարևոր գործը որն է։ Աստված մեզ համար ամենակարևորն է։ Հետո պիտի որոշ բաներ հասկանանք, ինչ է ժամանակը, ինչպես վարվել ժամանակի հետ, ինչ է կյանքը, ինչ է մահը։ Սրանք մենք պետք է հասկանանք, որ կարողանանք ճիշտ ապրել։ Առաջի Կորինթացիս 7:29 Բայց սա եմ ասում, եղբայրներ, որ ժամանակը կարճ է։ Ժամանակը կարճ է։ Ժամանակը քիչ է։ Կյանքը մի ակնթարթ է։ Օ, սիրելի երիտասարդներ, պատանիներ, ձեզանից ես ներողություն եմ խնդրում, որ միգուցե այն ինչ որ ես ասում եմ դուք չկարողանաք հասկանալ այնպես ինչպես որ ես ասում եմ։ Միգուցե ձեր տարիքում ես էլ չէի հասկանում ինչու է կյանքը կարճ։ Հատկապես երբ որ տեսնում ենք ալեհեր մարդկանց, որոնք ձեռնափայտով մի կերպ քայլում էին, մենք էլ մտածում էինք, դե հələ մինչև դրան հասնելը, հələ ուր է, հələ մի հատ տեսեք էլի։ Ինչ կյանք կարճ։ Պապիկ կյանքդ ապրել ես, ասում ես կարճ է։ Էլ ես ուզում ապրես։ Այո, ուզում եմ հավիտյան ապրեմ։ Հարցը պապիկի ուզել չուզելը չի, եւ հարցը նա է, որ մենք պիտի հասկանանք կյանքը շատ արագ է անցնում, ժամանակը թրջում է, ժամանակը քիչ է։ Այսինքն ինչ է, այս տողերը գրվել է 2000 տարի, առնվազն 2000 տարի սրանից առաջ։ Բա ասում եք կարճ է, բա ասում եք քիչ է, լսեք, ուր են այս գրողները, այդ ժամանակվա լսողներն ու կարդացողները ուր են, իրանց համար կարճ էր, հերթը մեզ է հասել, որ մենք էլ հասկանանք, այսուհետև ժամանակը կարճ է, ժամանակը քիչ է, ոչ մի երիտասարդի ես չեմ կարող հստակ բացատրել, որ իրենք հստակ հասկանան, շատ ծերեր էլ դժվարությամբ են հասկանում, տեսնում ես ծեր մարդը եւ ապրում անեց, որ չի ուզում հասկանա գոնե ինչու է ապրել այս կան տարի, ինչու է անցկացրել եւ այսօր կամ վաղը որ գնա ուր է գնալու, բայց Աստված մեզ կանչել է, որ մենք Քրիստոսի միտքը ունենանք, ամեն, կյանքն ակնթարթ է, ժամանակը քիչ է եւ ոչ ոք չգիտի իր վաղվա օրը, իսկապես շատ դժվար է համոզել երիտասարդներին, որ հասկանան կյանքի կարճության իրականությունը, այո, կարծես երեք էր, որ ես երեխա էի, ալեհեր մարդիկ, ասեք հասկանում ենք, ես ուրբաթ օրը երիտասարդականում եղա, մեր Սամվել եղբայրն էստեղ է, ասում էր, ես զարմացած եմ, դարձել եմ արդեն 30 տարեկան, 30 տարեկան։ Այո, տարիքդ մի հատ նայի ու տես, այդ երբ անցավ։ Մեզանից ամեն մեկ նորվա մեջ ստանում է հավասար քանակի ժամանակ, 1440 րոպե։ Եվ շաբաթական 10080 րոպե։ Եվ կյանքի միջին տևողությունը 70 տարի է։ Ես կատակով ասել եմ, ես արդեն 2 տարի այդ սահմանն անցել եմ։ Ոչինչ, թույլ տալիս եք, չէ՞։ Գիտեք, երբ որ ասում եք 70 տարի, ինչ որ մեկն ասում, մեկն էլ 90 տարի է ապրել։ Այո, բայց ցավոք սրտի մեկն էլ 30 տարի է ապրել։ Երբ որ Աստվածաշնչի մեջ գրված է մարդու կյանքի տևողությունը 70 կամ զորությունը 80, դա նշանակում է միջին, Աստված մենակ իմ կարճ կյանք ունենալու մասին չի խոսքում եւ այն երկարակյացի մասին չի խոսում։ Աստված խոսում է բոլորի մասին։ Գիտեք ինչու։ Մեծ գաղտնիք ասեմ, որովհետեւ Աստված բոլորի Աստվածն է։ Աստված բոլորի համար հոգ է տանում։ Փառք Տիրոջը դրա համար։ Եթե ցիտում եմ Վիկտոր Համբարձումյանին,
Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները եւ մահվան անխուսափելիությունը, նա սկզբից եւ ետ պետք է հաշտվի ու չվախենա մահից։ Դա է հավերժի օրենքը։ Իր թույլտվությամբ այդ հաշտվի բառի փոխարեն ես կդնեի պատրաստվի բառը։ Այս է իմաստությունը։ Բոլոր մեծերը հասկացել են կարևոր բաների։ Հին նույններն իրենց սեղաններին տնում էին գանգեր, որոնց վրա գրված էր, չգիտեմ, իտալերեն, թե որ լեզվով, լատիներեն, momento mori, որ թարգմանվում է, հիշիր մահվան մասին։ Հեթանոսները, հեթանոս փիլիսոփաները բոլորը մտածել են կյանքի վաղանցիկության եւ կյանքի նպատակի մասին, ժամանակի մասին։ Եփեսացիս 5:16-ում գրված է. ինչպես իմաստուններ գնեք ժամանակը, որովհետեւ օրերը չար են։ Գիտեք, այստեղ թարգմանությունը կաղում է ուղղակի։ Ռուսերենում գրված է լուկավի։ Լուկավին զլոյի չի։ Հասկանում եք։ Իսկ ինչ է այդ լուկավին, ինչ է, ոնց հասկանանք։ Շատ բարձ կհասկանանք որպես խաբեբար, որպես խորամանկ, որպես ստախոս, բայց ոչ, միայն չար։ Որովհետև այս բոլորն իրար հետ ավելի վատն են, քան չարությունը։ Խաբեբան մարդը շատ վատ մարդ է։ Խորամանկ մարդը շատ վտանգավոր մարդ է։ Օրերը չար են, այսինքն օրերը նենգ են, օրերը խաբեբա են, խորամանկ են, օրերը չար են։ Նշանակում է ներկա աշխարհակարգը լցված է գայթակղություններով, ունայնություններով, չարությամբ, որոնք մարդկանց հեռացնում են Աստծուց եւ հոգեվոր կյանքից եւ հոգեվոր գործից։ Սա կոչ է զգուշանալու, զգաստանալու, որովհետև օրերն ու կյանքը վաղանցիկ են եւ չի կարելի վատնել ժամանակը դատարկ բաների վրա։ Քեզ ասեմ, օրհնյալ լինես դու, որ այստեղ նստած ես, այս ժամանակը դու չես վատնում։ Այս ժամանակը դու չես վատնում։ Այս դրա համար էլ խրփոտ ձայնով ես քարոզում եմ, չեմ ուզում վատնել։ Որովհետև իմ ժամանակը ավելի կարճ է, քան ես եմ պատկերացնում, քան դուք եք պատկերացնում։ Նույնն է ցերը։ Ինչպես հասկանալ, որ ունենք շատ կարճ կյանք եւ այն շուտով ավարտվելու է, եւ ինչ անենք, որ այսօր ամենահարմար ժամանակն է։ Ինչ անենք ասեմ, որ վերցնես ու կարդաս այն գիրքը, որ ծրագրել ես կարդալ, վերցրու ու կարդա այսօր։ Ընտանիքդ քո ներկայության կարիքն ունի, քեզ մի զրկի քո ընտանիքից, եղիր ընտանիքիդ հետ այսօր, ոչ թե խոպանից գալուց հետո, ավելի շատ ժամանակ հատկացրու ընտանիքիդ, ինչ որ պիտի զոհաբերես, զոհաբերի այսօր, բայց ուշացա, բաշուտ ասեիր, չես ուշացել երբեք, այսօրը դեռ չի վերջացել։ Ամեն, 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 ամեն։ Այն մարդկանց, որ ուզում ես վկայել, վկայիր այսօր։ Դու ծրագրել ես կիրակի օրը, իսկ վստահ ես մինչև կիրակի կապրես։ Ռուբիկ եղբայր, կարգին խոսի։ Ես իմ մասին եմ խոսում։ Արա այսօր, վկայի այսօր։ Եթե ոչ քեզ գոնե նրա համար միգուցե այսօրը վերջի օրն է, եւ դու այսօր այդ բանը պիտի անես։ Դասերդ սովորի այսօր, քննությանդ պատրաստվի այսօր, մայրիկիդ ասա, որ սիրում ես այսօր, արա այդ բանն այսօր, ինչ որ մեկից ներողություն խնդրի, այսօր, որովհետև երբ որ լսես նրա ձայնը, արդեն որևէ բան փոխելու հնարավորություն չես ունենա, այսօր, ես ապրում եմ այսօր, մեր Աստվածը անցյալի Աստված չի, մեր Աստվածը ապագայի Աստված չի, մեր Աստվածը այսօրվա Աստվածը։ Այսինքն ինչ ես ասում, հասկանաք։ Ես եմ, որ եմ։ Աստված չասաց, ես եմ, որ էի։ Ասաց, ես եմ, որ էի, որ եմ եւ որ գալու եմ։ Ամեն։ Օրհնյալ լինի նրա անունը։ Ժամանակը խաբեբայ է, չի գալիս, խոսքա տալիս չի կատարում,
խորաման կա։ Ուրիշ բան է մտքինը, ուրիշ բան է ասում։ Այսպես է գրված։ Ժամանակը նախազգուշացնում է, ժամանակը թրջում է բոլորիս համար եւ ժամանակ չկա երկընտրանքի, կանգ մի առ։ Անմիտներն ասում են դեռ երկար ժամանակ կա։ Եթե դու քո մեջ մտածում ես, որ երկար ժամանակ կա, Աստված գնահատել է արդեն քեզ անմիտ։ Այս գիշեր հոգիդ առնելու եմ։ Ժամանակ չկա, ժամանակն այսօր է։ Ես չեմ ուզում այն տպավորությունը լինի, որ ես ուզում եմ ձեզ սովորեցնեմ, որ վաղվա համար ծրագրեր մի կազմեք եւ այլ եւ այլ։ Ես բոլորովին ուրիշ բան եմ ասում։ Օրը ապրի։ Հիսուսն ասում էր օրվա համար հերիքա իր նեղությունները, վաղվա համար հոգ մի արա։ Վաղվա օրը հոգա իր համար։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ իմանաս, ափսոս հիմա այդ էլեկտրոնային ժամացույցները խլացրել են մեր մեխանիկական ժամացույցների թիկ-թակը։ Գիտեք ինչու։ Գիտեք ինչու եմ ափսոսում։ Որովհետև ամեն թիկ, ամեն տակ ասում էր ժամանակը կարճ է։ Ժամանակը կարճ է, ժամանակը կարճ է։ Այնպես որ այդպիսի մի ժամացույց առեք, ժամացույց վաճառողներն էլ ինձ ինչ կտան։ Հասկանում ենք իրար, օրհնյալ լինեք դուք եւ օրհնյալ լինի Տերը, որ այստեղ է մեզ հետ խոսելու համար։ Ես միշտ ասում եմ, եկեղեցին դպրոց է, որ մենք պիտի սովորենք իրար հետ։ Ես սովորում եմ ձեզ հետ։ Ես վարժապետ չեմ, ես վարդապետ չեմ, ես ուսուցիչ չեմ, ես աշակերտակից եմ ձեր բոլորիդ։ Եվ այն ինչ որ կարիք կա, որ ես սովորեմ, իմ սովորածը եւ նաեւ շատ տարբեր գրքերից ու շատ տարբեր մարդկանցից սովորածը ես ձեզ եմ փոխանցում։ Պայմանական բանկը ամեն օր 86400 վայրկյան է հատկացնում ամեն մեկին։ Այդ բանկը չծախսված ժամանակը չի պահում բալանսին։ Հրաժարվում է կրեդիտ հատկացնել։ Եթե դուք չեք օգտագործում ձեր հատկացված օրը, այդ վայրկյանները, նրանք կորում են անվերադարձ։ Ժամանակը քիչ է, ժամանակը կարճ է։ Ինչ որ ուզում ես անել, արա այսօր։ Ուրեմն Հիսուսն ասաց, գործեցեք, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ օր կա։ Սիրելի իմ բարեկամներ, կյանքի որակը կախված չի կյանքի երկարությունից, այլ այդ օրերի մեջ քո արած գործերից։ Մեկը կարող է ապրել կարճ կյանք եւ ունենա իմաստավոր, բեղմնավոր, արդյունավետ, պտղաբեր, ուրիշներին օգնող կյանք։ Ուզում եմ իմանալ, Հիսուսն ասում էր, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը, քանի դեռ ցերեկ է, գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Վստահ ես, որ գիշերը ուշ է գալու։ Արդյոք վստահ ես։ Վստահ մի եղի, Սուրբ Գիրքն այդպիսի վստահություն մեզ չի տալիս։ Բաներ կան, որոնց մասին Սուրբ Գիրքը մեզ հստակ վստահություն է տալիս։ Տիրոջը վստահի, չես ամաչի։ Հուսատիրոջը, հույսը քեզ հուսախապ չի անի եւ այսպես շարունակ։ Բայց վաղվա օրը քոնը չի, զգուշացնում է ժամանակը։ Երբ գիշեր կա, ոչ ոք չի կարողանա գործել։ Եվ ուզում եմ ասել, քանի որ ժամանակը կարճ է, մի օր վերջանում է եւ ում համար ժամանակը վերջացավ, նա էլ ոչինչ չի կարողանում անել։ Գիտեք, անցած անգամ ես, չգիտեմ, կարծեմ 5 օրն էր, որ ասեցի, մարդը խոտ է։ Այդ ես եմ գրել, թե Պետրոսն է գրել։ Ձեր կռիվը Պետրոսի հետ կանեք։ Պետրոսը գրում է. Մարդը խոտ է եւ մարդի փառքը խոտի ծաղիկ։ Հենց ուղիղ։ Ուրեմն, գիտեք, մի քիչ տկարանում ենք արդեն, տքում ենք, չգիտեմ ինչ, հասեք, փրկեք, օգնեք։ Մարդը այդպիսին է։ Հիսուսն ապրեց ընդամենը 33 տարի։ Ես ասում եմ այն բանից հետո, որ ասեցի, որ մարդու կյանքի երկարությունը չի որոշում նրա կյանքի որակը։ Հիսուսն ապրեց ընդամենը 33 տարի։ Ավարտեց խաչի վրա։
Բայց դրանից առաջ ասած, կատարեցի այն գործը, որ տվեցիր ինձ անելու։ Երբ որ գա այդ ավարտը, դա կլինի 33 տարեկանում, թե 93 տարեկանում, թե 103 տարեկանում։ Հիմա դու կարող ես ասել այն գործը, որ դու տվեցիր, ես արեցի։ Կարող ես ասել, պիտի կարողանանք։ Եթե Հիսուս մեր օրինակն է, պիտի կարողանանք։ Մեր կյանքը պիտի չվատնենք։ Եկեղեցի գալը ձևական բան չի կամ կրոնական ծես կատարել չի։ Հիսուսից սովորել է։ Հիսուսն ասում էր, ես քեզ փառավորեցի երկրի վրա, Հովհաննես 17:4։ Կատարեցի այն գործը, որ տվեցիր ինձ անելու։ Նորից ասեմ, Տիրոջը փառավորի այսօր, նրա հանձնարարած գործերն արա այսօր։ Եթե ուզում ես փոխվի այսօր, վաղվան մի թող։ Լսեք, ով քանի տարի, քանի օր կապրի չգիտենք, ես չգիտեմ իմ մասին։ Միևնույն է, եթե անգամ 100 տարի ակնթարթ է, ասում է Սուրբ Գիրքը։ Կարող ենք մենք էլ ասել, կատարեցի այն գործը, որ տվեցիր ինձ անելու։ Որն է այդ գործը։ Դու գիտես քո գործը, անում ես նրա տված գործը, հանձնարարած գործը, եւ ինչ որակով ես անում։ Մեզ անհրաժեշտ է քայլել Աստծո հետ եւ անել նրա կամքը։ Ակնթարթորեն անցնող կյանքի մնացած մասը նվիրենք նրան եւ նրա գործն անելու։ Ամեն։ Ամեն։ Հաշվեք նախաբանի ավարտը։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ քանի դեռ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, մենք կապված ենք այս աշխարհի հետ։ Միևնույն ժամանակ Սուրբ Գրքի որոշ հատվածներ թվում են անհամատեղելի, չասենք ավելին, երևում են հակասող իրար։ Օրինակ, Առաջի Հովհաննես 3:2-15 մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Կարծես թե դա հակադրում է Հովհաննես 3:16-ի, Աստված այնպես սիրեց աշխարհը։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Մի սիրեք, այսինքն եթե չսիրենք, ուրեմն դա նշանակում է ատենք։ Աստված մեզ ատելություն է սովորացնում։ Այո։ Մի հատ էլ բացատրեմ։ Սիրեցիր արդարությունը եւ ատեցիր անօրնությունը։ Որտեղ կա սեր, այնտեղ չի կարող ատելություն լինի։ Եթե դու սիրում ես քո կնոջը, ուրեմն մնացած բոլոր կանանց որպես կին պիտի ատես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ոնց ատեմ, կանանց բոլորին ատեմ։ Ոչ, որպես կին ասեցի։ Որպես ուրիշի կին սիրի, պատվի, հարգի։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Կնոջը չսիրելը մեղք է, իսկ ուրիշի կնոջ սիրելը կրկնակ է ավելի ծանր մեղք է։ Մարդիկ ասում են, մենք գիտենք, որ աշխարհի մեջ շատ վատ բան կա, բայց մենք ապրում ենք աշխարհի մեջ եւ մենք իմաստ չենք տեսնում հրաժարվել աշխարհից։ Կարդալով Սուրբ Գիրքը պարզվում է, որ այս աշխարհը չպետք է դառնա մեզ համար որոգայթ։ Իսկ ինչ է աշխարհը։ Մի հատ հասկանանք, այդ ինչ է այդ աշխարհը։ Նորից էլի գալիս ենք այստեղ լեզվի թարգմանության։ Աշխարհ։ Հայաստանում, հայերենում աշխարհ նշանակում է աշխարհ։ Տիեզերքը, այո, տիեզերքա նշանակում։ Բայց այո, ինչա գրված այնտեղ։ Առնվազն 3 նշանակություն կա այս բառի համար։ Կա Աստված ստեղծեց աշխարհը։ Այն ստեղծել է արարիչը։ Հիմա այդ աշխարհը սիրենք թե չսիրենք։ Աստված տեսավ, որ բարի է։ Այո, սիրի այդ աշխարհը։ Սիրի են հողը։ Սիրի են երկիրը, որի մեջ ապրում ես։ Գործք 17:24-ում գրված է. Այն Աստված, որ ստեղծեց աշխարհը եւ ամեն բան, որ նրանում կա, նա երկնքի եւ երկրի եւ երկրի ստերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում։ Աստվածը ստեղծել, Աստված որ ստեղծել է, ուրեմն բարի է ստեղծել։ Կան բնակվողներ այս աշխարհի մեջ։ Նրանց Աստված սիրում է։ Քրիստոս մեռավ նրանց համար։ Մենք նրանց սիրենք թե ոչ։ Այո։ Բա հետո պիտի սիրենք մարդկանց, որոնց ստեղծել է Աստված
եւ բոլոր մարդկանց փրկագնման համար Հիսուս տվեց իր կյանքը։ Չենք կարող չսիրել։ Մանավանդ Հովանու 3:16-ը հստակ հայտարարում է. Աստված այդպես սիրեց, մինչև իր միածին որդուն տվեց։ Եվ երրորդը կա աշխարհ, որ հունարեն կոչվում է կոսմոս, եւ սա նշանակում է այս աշխարհի համակարգը, այս աշխարհակարգը, որ հիմնված է էգոիզմի, նախանձի, հպարտության վրա, որի գլխին կանգնած է սատանան, եւ Աստված զգուշացնում է մեզ, որ քրիստոնյաները պետք է ազատ լինեն այս աշխարհի համակարգից եւ փիլիսոփայությունից եւ հեռու պիտի մնան։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Ծառը սիրի, ծառը ջրի, գետը մի պղտորի, մարդկանց սիրի, որովհետև մարդկանց չար գործերը կարող ես չսիրել, բայց մարդկանց չես կարող չսիրել, բայց այն, ինչ որ հաստատել է այսօրվա այս աշխարհը, համակարգը, այդ դա արդեն Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է, որ դրանից հեռու պիտի մնանք։ Ուրեմն Ռոմացիս 12:12-ն ասում է. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը»։ Ժողովուրդ, մենք պիտի հասկանանք ինչ է քրիստոնեությունը։ Հավատացնում եմ մեզանում սա մինչև վերջ հասկացված թեմա չի։ Ինչ է քրիստոնեությունը։ Ես երբեմն ասել եմ, քրիստոնեությունը աշխարհայացք է, ոչ թե անել չանել, կարոզել չկարոզել, երգել, աշխարհայաց։ Քրիստոնեությունը մտածելակերպ է, աշխարհընկալում է։ Քրիստոսի նման միտք ունենալ է քրիստոնեությունը։ Եթե դու քեզ մի կերպ ես զսպում, որ անբարոյություն չանես, դու մտածի, քրիստոնյա ես արդյոք։ Եթե դու քեզ մի կերպ ես զսպում, որ գողություն չանես, դու պիտի մտածես, դու իսկապես քրիստոնյա ես։ Միտքդ փոխված քրիստոնյա։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք մտքի նորոգությամբ։ Ինչն է պատճառը, որ շատ քրիստոնյաներ անհավատներից տարբեր կյանք չեն ապրում, որովհետև նրանց միտքը նորոգված չի։ Նրանք չեն հասկանում, որ իրենց արած վատ բաները, դա ապստամբություն է Աստծո առաջ։ Կարևորն է նա, որ ես չարեցի։ Հա, բայց որ ապրում ես դրանով, երազում ես կողքով անցնելով, եթե հնարավոր լիներ, մի կտորես ոսկուց վերցնեի վերջը եւ այլ։ Մի կերպարանվեք այսը։ Նաեւ Աստվածաշունչը մեզ ասում է, Գաղատացիս 1:4, որն իր անձը մեր մեղքերի համար տվեց, որ մեզ ազատի ներկա չար աշխարհից։ Այսինքն, ինչու այսօր ինձ ու քեզ չի տարել այս աշխարհից, որովհետեւ Աստված չի ուզում, որ մեզ տանի այս աշխարհից, Աստված ուզում է մեզ ապականված աշխարհակարգից մեզ ազատի։ Գրված է, որ Հիսուս մեզ ազատեց ներկա չար աշխարհակարգից։ Եվ Տերն ուզում է, որ մենք սա լավ գիտակցենք։ Այլ խոսքերով այս աշխարհակարգը այնքան վտանգավոր է մեզ համար, որ մեր հոգիների համար եւ մեր հոգիների համար, որ այդ պատճառով Հիսուս Քրիստոսն Աստծո որդին խաչը բարձրացավ, որ մեզ ազատի այս մահացու վտանգից, այս չար աշխարհակարգից։ Գաղատացիս թղթի համարը նոր կարդացի։ Սուրբ գրքի մեջ հստակ ընդգծվում է անհավատների եւ հավատացյալների աշխարհի միջև եղած տարբերությունը։ Այսինքն ոնց 4-րդ հարգում ես եմ ապրում, 5-րդ հարգում մի անհավատ մարդ։ Ինչ աշխարհ։ Մենք իրար հետ նույն շենքում ենք ապրում։ Այո, նույն շենքում կարող են ապրել, նույն տանը կարող են ապրել երկու մարդիկ տարբեր աշխարհակարգների կրողներ, տարբեր մտածելակերպ ունեցողներ։ Որովհետև ասում եմ, միտքը եթե մարդու չի փոխվել, դրա համար էր ասում Պողոսը, որ մենք Քրիստոսի միտքն ունենք, քանի դեռ Քրիստոսի միտքը չի ձևավորվել մեր մեջ։ Մենք չենք կարող շատ բաներից ուղղակի հրաժարվել։ Եթե աշխարհը սիրում ենք բոլորի նման, եթե անում ենք այն բաները, որ բոլորն են անում, մեր մեջ ինչ տարբերություն կա։
Հակոբոս 4:4-ում գրված է. Շնացողներ, միթե չգիտեք, որ աշխարհի հետ բարեկամությունը թշնամություն է Աստծո հետ։ Ուստի ով ցանկանա աշխարհի բարեկամ լինել, ինքն իրեն թշնամի կդարձնի Աստծո։ Դա մեխանիկորեն է։ Նայած թե դու ում բարեկամն ես։ Եթե դու Աստծո բարեկամն ես, միանշանակ ես կարող եմ քեզ ասել, թե դու ում թշնամին ես։ Ես Աստծո բարեկամն եմ։ Եվ ուզում եմ այդպիսին լինել մինչև իմ վերջի օրը։ Մանավանդ որ ժամանակը կարճ է։ Հիսուս Տերն ասաց Հովհաննես 17:14-17-ում. Ես քո խոսքը տվեցի նրանց եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։ Բա ասում ենք Հիսուսն եկել աշխարհ։ Այո, Հիսուսն եկել աշխարհ։ Բայց Հիսուսն ուրիշ աշխարհի մասին էր խոսում։ Այն էգոիզմով, գոռոզությամբ եւ նախանձով լցված աշխարհի մասին է Հիսուս խոսում։ Չեմ աղաչում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց չարից պահես։ Աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Այ հենց էս ենք ասում, ժողովուրդ, այսօր շատերը չեն կարդում, կարդացեք, խնդրում եմ, այս խոսքն է ձեզ սրբում, այս խոսքն է ձեր միտքը նորոգում, եթե դու չես նորոգում քո միտքը սրանով, ինչ ես կարդում, ասա տեսնեմ։ Այո, կարդալը մոդայիկ է, համաձայն եմ։ Զարգացի, շատ տարբեր գրքեր կարդա, հավատա, ես էլ եմ շատ տարբեր գրքեր կարդացել ու մինչև հիմա էլ թեկուզ ավելի քիչ, բայց կարդում եմ։ Բայց այս գիրքն է, որ քո մտածելակերպը դարձնում է Հիսուս Քրիստոսի մտածելակերպի նման։ Այս գիրքն է, որ քո կյանքը փոխում է։ Նաև Հիսուսն ասաց Հովհաննես 15:18. Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ ձեզանից առաջ ատել է ինձ։ Վերջ, բայց շատ լավ եմ բոլորի հետ, ոչ մեկն էլ ինձ չի ատում։ Իսկապես, կարող ես, գիտեք, որ պարագայում կարող է լինի, որ երբեք նրանց չար գործերը չհանդիմանեք, երբեք չասեք, որ դա չի կարելի, երբեք չասեք, որ սա վատ է, երբեք նրանից տարբեր բան չանես, գիտենալով, որ նրա արածը սխալ է։ Փորձի անես ու հետո կիմանաս, աշխարհը քեզ կատի, թե կսիրի։ Բա սուրբ ես, հա։ Հա, սուրբ եմ։ Էդ ինչ կերար, որ սրբացար։ Աստծո խոսքը կերա։ Եվ Աստծո խոսքը ինձ սրբացրեց։ Ամեն։ Մենք ձև չենք անում, մենք կատակ չենք անում, մենք աշխարհի հետ կատակ չունենք, մենք աշխարհի նկատմամբ սեր ունենք, բայց Քրիստոսի նկատմամբ պարտավորություն ունենք։ Նա մեռավ, որ մենք ապրենք։ Եվ Սուրբ Գիրքն ասում է նրանք, ովքեր ապրում են, թող իմանան, որ ապրում են նրա միջոցով, ով մեռավ, որ իրենք ապրեն, որ իրանք էլ իրենց մեռած համարեն այս աշխարհի համար եւ կենթանի իրենց համար մեռնող եւ հարություն առնող Տիրոջ համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ քրիստոնյաները կընթարվեն այս աշխարհի հետ։ Այս աշխարհի հակազդեցությունը կունենան անպայման։ 2 Տիմոթեոս 3:12 բոլոր նրանք, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանք պիտի կրեն։ Բոլորը։ Չի ասում հովիվները, չի ասում 17-րդ դարի մարդիկ, չի ասում Ներոնի ժամանակվա ապրող մարդիկ, ասում է բոլորը, բոլորը։ Այո, պատճառը մեկն է, այսօրվա քրիստոնյաների հալածանք չունենալու, նաև իմ, նաև քո։ Մեր աստվածպաշտությունը տարբերվում է այն աստվածպաշտությունից, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Գնացեք, կարդացեք։ Ես մի պատգամ եմ տվել տարիներ առաջ, ինչու չես կարդում Աստվածաշունչը։ Եվ գիտեք դրա մեկնությունը, ուր եմ հասցրել, որովհետև Աստվածաշունչը քեզ հանդիմանում է։ Աստվածաշունչը քեզ հանդիմանում է։ Բա ինչու կարդամ են գիրքը, որ ինձ պիտի հանդիմանի։
Հանդիմանում է, որ չգնաս դժոխք կրակների մեջ չվառվես։ Հանդիմանում է, որ չար ճանապարհներից հետ դառնաս։ Հանդիմանում է, որ այս կարճ կյանքն ապրես մարդավարի, Աստվածահաճո, այ դրա համար է հանդիմանում։ Ոչ թե մեզ ատում, ասում ինչ վատն ես, ինչ վատն ես, ինչ վատն ես, ասում է փոխվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամբողջ կյանքը իր սիրով, հոգատարությամբ եւ անձնուրացությամբ հանդիմանություն էր այս աշխարհի, այն ժամանակվա աշխարհի համար։ Այնպես էլ մեր այսօրվա կյանքը Հիսուսի հետ, որ ապրում ենք ճշմարիտ աստվածպաշտությամբ, անպայման քննադատության, ծաղրանքի, հալածանքի կտանի մեզ, անպայման։ Այն մարդկանց կողմից, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսի սիրուն եւ փրկարար շնորհքին։ Հիմա իմ ձեռքում մի գիրք կա, կարդում եմ թագավորությունների ընդհարումը, հոգևոր գիրքը, թագավորությունների եւ շատ խորությամբ մարդը մանավանդ եղել է խիստ բարձրաստիճան պաշտոնյա, որ հետո դարձել է քրիստոնյա։ Եվ ինք այդ աշխարհակարգերի, այդ թագավորությունների ընդհարման այդ ամբողջ մեխանիզմն է բացատրում։ Եվ քանի որ ինքը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր խորհրդական անվտանգության գծով Նիքսոնի ժամանակ, ինքը օրինակներ է բերում սպիտակ տան օվալաձև սենյակից եւ նաեւ ավետարանից, զուգահեռներ է տանում, որ սրանք պատերազմում են իրար հետ։ Անհնար է չպատերազմեն։ Որ թագավորությունից ես։ Ես Հիսուս Քրիստոսի սիրո թագավորությունից եմ։ Սրբության ու խաղաղության թագավորից եմ։ Ես Հիսուսի աշակերտ եմ, Հիսուսի հետևորդ եմ։ Եվ դրա համար է ինձ Աստված դրել այստեղ։ Բայց նաև Աստված մեզ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք չպիտի հուսահատվենք եւ ընկճվենք, որովհետեւ այդպիսի վերաբերմունքը մեր հանդեպ ապացույց է այն բանի, որ մեզ նմանեցնում են Հիսուսին։ Եթե քեզ քննադատում են, ուրեմն քեզ Հիսուսն ասավ, ինձ արեցին, ձեզ էլ կանեն։ Եթե դալար փայտին այսպես արեցին, չորի համար ինչ եք սպասում։ Հիսուսն ասում էր Մատթեոս 5:11-12. Երանի ձեզ, երբ ձեզ կնախատեն ու կհալածեն իմ պատճառով, ամեն բան, ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր մասին։ Ուրախացեք եւ ցնծացեք, որ ձեր վարձը շատ է երկնքում, որովհետեւ այնպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ էին։ Այս աշխարհի հաճույքները եւ զվարճալիքներն այնքան են ազդել այս աշխարհի մթնոլորտի վրա, որ խաչի ճանապարհը անգամ քրիստոնյաներին թվում է հնաոճ եւ ավելնորդ, իսկ բարեվարք մարդը երևում է տարօրինակ։ Ձև ես անում, հա? Չէ, սա իմ կյանքն է, ձև չեմ անում։ Ես անունները չասեմ, բայց շատ մտերիմ բարեկամ 18 տարեկան տղա էր, հարցրեցի այսինչի մասին, որ իր շատ մոտիկ բարեկամն է, վերջը խոսում էինք, ասավ ես ամաչում եմ իր հետ դուրս գամ, ասեցի ինչու, ասում է ինքը այնպիսի կիրթ գրագետ անգլերենով է խոսում, որ անգլիացիները այդպես չեն խոսում, մեղա, նայում եմ ասում սովորի, ոչ թե ամաչի դրանից։ Հասկանում եք, հասկացաք ես ինչու ես սա մեջ բերեցի։ Հիմա վերջրու մի հատ շատ գրական, ակադեմիական հայերենով խոսա, չգիտեմ, մարդիկ կարող է թարս նայեն, ես ինչ ես խոսում։ Ես սա օրինակ եմ բերում, վերջրու, բարեպաշտ, առաքինի, կյանք ապրի, քեզ
կվիրավորեն դու չես պատասխանի կմտածեն էսով է այս հարիվը, վայ ներողություն ինչ բառ ասեցի։ Էսով է։ Չկարողացար մի հատ պատասխան տայիր։ Բայց ինչու պատասխան տամ։ Սուրբ Գիրքն ասում է չարին հակառակ մի մնա, մի եղեք այլ բարիով հաղթեք չարին։ Այդ թուլությունն է ձեր հավատքը սովորացնում, չէ այդ զորությունն է մեր հավատքը մեզ սովորացնում։ Իսկական ուժեղները թույլերին չեն ճնշում։ Իրենց ուժեղ ձևացնողները անպայման մի բան պիտի անեն, որ ցույց տան իրենց ով լինելը։ Այս աշխարհի հաճույքները, այո, խառնել են ամեն բան։ Այսօր բացահայտ գովազդում են անբարոյությունը մեդիայի միջոցով, ֆիլմերի եւ մասսայական մնացած միջոցներով։ Բայց մենք ավետարանին հավատացող քրիստոնյաներս գիտենք, որ ամենաերջանիկ աշխարհից բաժանված եւ Աստծո բարեկամը դարձած մարդիկ են, կան այստեղ մարդիկ։ Դե փառք տվեք Աստծուն։ Ես Աստծո բարեկամն եմ։ Ավելի բարձր կոչում չկա։ Աբրահամը հավատաց Աստծուն եւ բարեկամ կոչվեց։ Եթե Ռուբիկն էլ հավատա Աստծուն, Աստծո բարեկամ կկոչվի։ Քո անունը դիր։ Ամեն ինչ արա, որ Աստծո բարեկամը լինես։ Ամեն ինչ արա, որ Աստծո հետ կոնֆլիկտ չունենաս։ Աստված հաղթելու է ցանկացած կերպով։ Եթե Աստծուց չհաղթվես այստեղ երկրի վրա եւ չդառնաս Աստծուն, այնտեղ հավիտյան դժոխքում կլինես։ Պետրոսն ասում է, ով ումից պարտվում է, հաղթվում է, նա նրա ծառան է։ Ես ուզում եմ Քրիստոսի ծառա լինեմ։ Ես անցած անգամ եմ մի օրինակ բերել, երբ որ այդ ստրկավաճառների այդ գլխավորներից մեկը Ջոն Նյուտոնը, որ արդեն հասկացավ, որ իր արածը շատ վատ բան է, վերջապես ինքը այդ մեծ ինդուստրիայի մաս էր կազմում։ Երբ որ հասկանում է ինչ ահավոր բան է այդ ստրկավաճառությունը, գնում է ստրկավաճառների շուկա եւ հանկարծ տեսնում է մի այնտեղ մի, չգիտեմ, միջահասակ կին, չգիտեմ, համենայն դեպս նայում է ու տեսնում է, որ նրա մեջ այդքան չարություն չկա, ինչպես մնացած, որովհետև այդ ստրուկները, որոնց պիտի վաճառեին, աշկների չարություն էր ուղղակի բխում։ Եվ վաճառողին հարցնում է, ինչ արժի, ասում է գինը վճարում է, ու ասում է, ես գնում եմ քեզ, որ գնում է դուրս է հանում այդ, չգիտեմ որտեղից, հարցնում է, ինչու ինձ հանեցիր, որպես ինչ ես ուզում, որ ես քեզ ծառայեմ։ Ասում է, ես քեզ ազատեցի ուղղակի, ես քեզ ստրկությունից ազատեցի։ Ասում է, այսինքն ինչ, դու ինձ ազատեցիր, ես հիմա ամեն ինչ կարող եմ անել, էլ ստրուկ չեմ, այո, ասում է, քո գինը վճարել եմ եւ քեզ ազատել եմ։ Ասում է, հիմա ես ուր ուզեմ գնամ, կարող եմ, ասում է, այո, ուր ուզես կարող ես գնալ։ Ինչ ուզեմ անել, կարող եմ, ասում է, այո։ Ինչ որոշում ուզենամ կայացնել, կարող եմ, ասում է, այո։ Ասում է, այն դեպքում ես որոշում եմ կայացնում, քեզ հետ լինեմ։ Սա է մեր պատմությունը Քրիստոսի հետ։ Քրիստոս մեզ ազատեց օրենքի անեծքից, որ իրանը լինենք, իրա հետ լինենք, եւ դրանից մեջ երջանկություն չկա, հավատացնում եմ, այդ բաները, որ բաներ վայ իրան ցույց են տալիս, սարքում են, չգիտեմ, այդ բոլոր շպարը, որ հանես տակը բան չի մնա, հավատացեք։ Այդ բոլոր ճռճռան խոսքերը, որ դեն գցեք տակը, անմտություն կմնա, հավատացեք։ Ես ոչ մի հանդիսավորության դեմ չեմ, ես ոչ մի ավանդության դեմ չեմ, բայց այդ ամեն ինչը դարձել է դերասանություն։ Դերասանությունն է դարձել անգամ խնջույքները, չգիտեմ ինչ որ մեկը պիտի գա, որպես Տեր իմ Աստված։ Դուք իրար ասելու բան չունեք, ժողովուրդ։ Ձեր բարեկամը, ձեր շնորհավորելու խոսք չունի ժողովուրդ։
Ինչ եք դարձրել ամեն ինչը, չգիտեմ ինչ։ Բա ոնց հանկարծ ես հանդիսավար չկանչեմ, պետք է ասեն ձեռը փող չկար մի։ Այ Տեր իմ Աստված։ Մարդիկ էլ 7 հատ են հանդիսավար բերում, մի 7-8 էլ, չգիտեմ, խմբեր, փող ունեն էլի։ Հետո դու այդքան չես կարող հասկանալ, որովհետև դու փող չունես։ Փառք Աստծո, ես փող չունեմ, բայց միգուցե շատ խելք էլ չունեմ, բայց իմաստություն ունեմ։ Ամեն։ Որովհետև խելքն ու իմաստությունը շատ հաճախ տարբեր բաներ են։ Այնքան խելոք մարդիկ ես հանդիպում, խելքով մարդիկ, որ իմաստությունը իրանցից հեռացել է մղոններով։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք չպիտի հուսահատվենք եւ ընկճվենք, որովհետեւ այսպիսի վերաբերմունքը մեր հանդեպ, այո, ցույց է տալիս, որ մենք իսկապես ճիշտ ճանապարհի վրա ենք։ Եթե քեզ քննադատում են, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ես։ Այո։ Այս աշխարհի հաճույքները, զվարճալիքները շատ ազդել են այս աշխարհի մթնոլորտի վրա։ Այսօր, այո, ամեն կողմից լսում ենք եւ տեսնում ենք բարոյալ լքող հասարակությանը, մարդկային միտքը բարոյալ լքող եւ ամենամեծ գրոհը հիմա կազմակերպված է երեխաների վրա եւ ես տեսնում եմ անհնար է դարձել երեխաներին կտրել այդ անհնար է երեխաներին սովորեցնում են այդ ուժս ոնց ասենք սարսափների են սովորեցնում։ Չգիտեմ, ժանիքով նկարներ, Տեր իմ Աստված։ Ես մտածում եմ, իսկապես անհանգստացած եմ։ Ինչա լինելու։ Ինչա լինելու։ Ինչով ենք խաղացել մենք։ Ես չեմ հիշում, որ երբևէ ինչ-որ մեկը ինձ խաղալիք է առել ու նվեր բերել։ Ամեն փողներ հաց կառնեին, շոր կառնեին, ինչ եք նես զարմացած նայում եք ոնց որ իմ տարիքի մարդկանց շատ նվեր են առել խաղալիք։ Հիմա անգամ խաղալիքները, անգամ այդ նվերները միտեղ բարձր ձայներ եւ լսեցի ինչ որ խեղկատակ ինչ որ մի ֆիլմ էր ինչ, ասեցի, «Էս ինչ է նայում» երեխա, ասեց, ոնց ինչ է նայում, մանկական, չգիտեմ ինչ է, մուլտիկ է, հա, ասեցի մանկական մուլտիկ եւ լսեցի, որ ասում էր ինչ որ այդ մուլտիկի հեղինակներից մեկը կնոջն ասում էր, կինը չգիտեմ ինչ էր անում, վիզա ասում էր, այսպես ոչ մեկը ինձ դեռ ուրիշ որևէ կին այսպես չի մերսել։ Ասում դու լսեցիր։ Ասում ինչա որ։ Ասում եմ այնա որ։ Սրա մեջ շատ վատ բան կա։ Լավ, քարոզդ քարոզի։ Քարոզեմ։ Ինձ թվում է թե քարոզում եմ։ Բայց Աստծո բարեկամ դարձած մարդիկ, աշխարհից բաժանված մարդիկ, որևէ արհեստական խթանիչի պետք չունեն, ոչ անմաքուր կատակների եւ ոչ, չգիտեմ, անցենզուր անեկդոտների, ոչ գինու պետք ունեն, որ մի քիչ զվարթանան, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է՝ մի հարբեցեք գինով, այլ լցվեք հոգով։ Աստված լավագույնն է առաջարկում, եթե մեզանից վատագույնը վերցնում է։ Խեղկատակությունը դարձել է մեր օրերի հեռուստատեսության գլխավոր նպատակը։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչ են մտածում այս երկրի մատաղ սերունդի դաստիարակությամբ զբաղվող մարդիկ, ինչ եք մտածում։ Եք փոքրուց բարոյալ լքում այդ երեխեքին, ինչ եք սովորացնում։ Աստվածաշունչն ասում է Սաղմոս 16:13, կյանքի ճանապարհն ես
ինձ ցույց տալիս երեսիդ արչև լեցուն ուրախություն կա քո աջ կողմում միշտ հաճություններ կան երեսիդ առաջ այո ձեր դուրն եկավ չես նոր երգը որ երգեցին արի Հիսուս արի քո կարիքն ունենք արի քո երեսի առաջ կյանքի ճանապարհն ես ինձ ցույց տալիս երեսիդ առաջ լեցուն ուրախություն կա քո աջ կողմում միշտ հաճություններ կան լինել քրիստոնյա նշանակում է լայն բացել լուսամուտները իսկական մնայուն կյանքի առաջ որովհետև Հիսուսն ասում էր ես եկա որ կյանք ունենան եւ էլ ավելին ունենան այդ կյանքը մնալու է մեզ հետ հավետ Այնինչ տալիս է Աստված, մեզ հետ է մնում հավետ։ Հովանու 15-11-ում գրված է. Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը լիակատար լինի։ Այո, որ լինի Աստվածային ուրախությունը ձեր մեջ լիակատար, որ որևէ ուրիշ կողմնակի ուրախության չձգտեք։ Հովանու 16-20-ում ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք լաց կլինեք եւ կողպակ, իսկ աշխարհը կուրախանա։ Դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախություն կդառնա։ Ալելույա։ Աշխարհի կողմից ձեզ պատճառած տրտմությունները ուրախության են փոխվել հավիտենության մեջ։ Ամեն։ Հովանու 16-22 Այդպես էլ դուք հիմա տրտմություն ունեք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ եւ ձեր սրտերը կուրախանան ու ձեր ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզանից։ Հալելույա։ Նորից Աստվածաշունչն ասում է Հովանու 16-24 մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով, խնդրեցեք եւ կստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Այս աշխարհն ուզում է մեզ համոզել, որ Քրիստոսին հետևելը ձանձրալի է, անբնական է, տխուր է։ Իսկապես։ Այդ ինչն է ձեզ ուրախացնում։ Եթե այդ տափակ ֆիլմերն են ձեզ ուրախացնում, եթե այդ անիմաստ հեռոսներն են ձեզ ուրախացնում, ողբալի վիճակը։ Ուրիշ բան պարծենան նրանով, որ չգիտեմ գեղարվեստական գրականության գլուխ գործոցներ կան, չգիտեմ, իսկապես արվեստի թանկարժեք բաներ կան, նրանց մասին ագիտացիան է, նրանց մասին սովորեցնեն, նրանցով դաստիարակեն ծերունդը, հռռոցով են դաստիարակում, ինչ պիտի լինի, պահեք ձեր երեխաներին, խնդրում եմ, Հիսուսն ասաց, նորից խոսում է Աստվածաշունչը, Հովանու 10-10, գողը գալիս է, որ միայն գողանա, սպանի եւ կորցնի։ Ես եկա, որ կյանք ունենան եւ էլ ավելին ունենան։ Նրանք, ովքեր իսկապես հավատացել են Քրիստոսին, գիտեն ինչ է նշանակում լիարժեք կյանք ապրելը։ Այսքան տարի գալիս եմ, չգիտեմ։ Վստահ եղի, որ ճիշտ սկզբունքներով ես ապրում։ Փնտրի Աստծո խոսքի մեջ եւ կգտնես։ Նրանք, ովքեր իսկապես հավատացել են Քրիստոսին, որ գիտեն, սա ուրիշտեղ չեն կարող գտնել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ այս աշխարհի հոգին մթնոլորտը հակառակվում են աստվածապաշտության եւ քրիստոնեական արժեքներին։ Այս աշխարհի նպատակը էգոիստական հաճույքներն են, նյութական հաջողությունները ու հպարտությունները։ Հիսուսն անվանեց սատանային այս աշխարհի իշխան։ Սատանան օգտագործում է բոլոր միջոցները, որոնք իրեն ենթակայության տակ ունի, որպեսզի ուժասպառ անի, փորձության ենթարկի եւ կործանի Աստծո ժողովրդին։ Նա անխնայ է եւ անզիջում։ Պողոսը գրում է, որովհետեւ մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքի ներքո եղող չար ոգիների դեմ։ Բայց քրիստոնյաներն ունեն պաշտպանություն նրանից, Աստված տալիս է ուժ հաղթելու սատանային։ Ռոմացիս նորից Աստվածաշունչը
Գալիս է օգնության, Հռոմացիս 8:37, բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Դու մենակ չես, նա քեզ հետ է։ Հովանու 1 Հովանու 4:4 Դուք Աստծուց եք որդյակներ եւ հաղթեցիք նրան, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան նա, որ աշխարհի մեջ է։ Աստվածաշունչը սովորեցնում է խզել կապերն այս աշխարհի հետ։ Դրա համար 2 Կորինթացիս 6:17 Դուրս եկեք նրանց միջից եւ առանձնացեք ու անմաքուր բաների մի դիպեք, ասում է Տերը։ Մենք չպետք է խառնվենք երկու աշխարհներին, կամ մեկից ենք կամ մյուսից ենք։ Հիսուսն ասում էր երկու տիրոջ չեք կարող ծառայել։ Հիսուսն ընդունում է մեղավորներին եւ մաքսավորներին եւ նրանց հետ հաց էր ուտում եւ փարիսեցիներն ու դպիրները դա չէին հասկանում։ Ոնց կարելի է։ Կարելի է։ Այո, Հիսուսն հիմնականում հաղորդակցում էր մերժվածների հետ, բայց Հիսուս նրանց հետ ոչ թե կառուցում էր մարդկային հարաբերություններ, այլ նրանց հետ կառուցում էր փրկագործման, փրկագնման հարաբերություններ։ Դու էլ կառուցի։ Գնում ես ամեն օր կոֆե ես խմում, լավ ես անում, խմի։ Եվ դա թող նպատակ ունենա, որ քո բարի վարքը ցույց տաս, որ քո մտածելակերպը ցույց տաս, որ ցույց տաս, որ դու ուրիշ աշխարհից ես եւ այդ աշխարհում դա հասկանալի չի։ Սուրբ Գիրքն ասում էր Հռոմացի 12:15-ում. ուրախացողների հետ ուրախացեք եւ լացողների հետ լացեք։ Մենք պետք է լացենք լացողների հետ, չարչարվենք չարչարվողների հետ, օգնենք աղքատներին, հիվանդներին եւ կարիքավորներին։ Բայց հմայվել այս աշխարհով եւ սիրել այս աշխարհը մենք չենք կարող։ Մենք պիտի բաժանվենք աշխարհից։ Այս ամենին հասնելու համար մենք պետք է միշտ լինենք Տեր Հիսուս Քրիստոսի հետ, լինենք աղոթների մեջ եւ լսենք Սուրբ Հոգու հրահանգները։ Աստված մեզ տվել է այն գործիքները, որ մենք կարողանանք դիմակայել աշխարհին եւ առանձնանանք աշխարհից։ Վերջացնեմ, մոտենամ ավարտին։ Քրիստոնյաները պետք է նմանվեն գոլֆ ստրիմին։ Գիտեք ինչ է գոլֆ ստրիմը։ Մի երևույթ է Ատլանտյան օվկիանոսում, որ սկիզբ է առնում Մեքսիկայի եւ Կուբայի արանքում եղող տաք ջրերից։ Հոսում է օվկիանոսի մեջ, բայց չի համարվում օվկիանոսի մաս։ Այդ հոսանքը սկսվում է, արդեն ասեցի որտեղից, եւ խորհրդավոր հոսանքը մարտահրավեր են նետում հզոր Ատլանտիկային։ Այդ հոսանքը, տաք հոսանքը չի կարողանում խանգարել, հոսանքին չի կարողանում խանգարել Ատլանտյան օվկիանոսի սառնությունը, չի կարողանում նրան խանգարել մակընթացությունը եւ տեղատվությունը, որ նա անշեղ հոսի եւ հասնի հյուսիս-արևմտյան Եվրոպայի ափերը։ Եվ իմացեք, հյուսիս-արևմտյան Եվրոպան, ընդհանրապես Եվրոպայի մեղմ եղանակի պատճառը հենց այլ գոլֆ ստրիմն է։ Հազարավոր մղոններ գալիս է օվկիանոսով, օվկիանոսի մեջ գետ է գալիս է ու չի սառում, մինչև հասնում է Եվրոպայի ափերին եւ մեղմացնում է իր բերած այդ տաք հոսանքը, մեղմացնում է Եվրոպայի կլիման։ Այսպիսի բան կարող է իհարկե միայն Աստված, այսպիսի հրաշք, այսպիսի երևույթ միայն Աստված կարող է ստեղծել։ Շատ հեշտ բան է, մտեք, գուգլեք, տեսեք, այդ ինչ է այդ գոլֆ ստրիմը, որտեղից է սկսվում։ Այնտեղի ջրերը տարբեր են օվկիանոսի, Ատլանտիկայի ջրերից։ Գոլֆ ստրիմի ջրերը ավելի մուգ կապույտ են, ավելի տաք են։ Հիմա կասես, մենք մի բաժակ ջուր լցնում ենք մի մեծ եռմատ ջրի մեջ ու հանկարծ սառացնում է, դու ասում ես, այո, հազարավոր մղոններ շարժվում են դեպի Եվրոպա։ Եվ գիտեք, դա բնությանն էլ հակառակ է։ Սովորաբար հյուսիսից հարավ են իջնում, ոչ թե հարավից բարձրանում են հյուսիս։
Ինչու եմ սա ասում, որպես նորություն չէ, սա նորություն չի, այս մասին շատ վաղուց գիտեն հազարավոր տարիներ, այո, այս խորհրդավոր հոսանքը մարտարավեր են հետում հզոր Ատլանտիկային, այս հոսանքին չի կարողանում խանգարել օվկիանոսի ոչ մակընթացությունը, ոչինչը չի կարողանում, գտնվում է օվկիանոսում և օվկիանոսի մաս չի կազմում։ Մենք էլ քրիստոնյաներս գտնվում ենք այս աշխարհում, շփվում ենք աշխարհի հետ, բայց պիտի պահենք մեր մեջ մեզ աշխարհից տարբերող բնությունը, Աստծո թագավորության և թույլ չտանք, որ աշխարհը մեզ թելադրի և մեր վզին փաթաթի իր չափանիշները։ Ինչպես այն տաք հոսանքներն են անշեղորեն հոսում դեպի Եվրոպայի ափերը և այնտեղ մեղմացնում են կլիման, ազդելով ամբողջ մայրցամաքի վրա, այդպես էլ քրիստոնյաները պիտի չենթարկվեն այս աշխարհի ազդեցություններին, չպիտի փոխեն իրենց ջերմաստիճանը, պիտի չփոխեն իրենց գույնը և նպատակակետը պիտի չփոխեն ամենակարևորը։ Նրանք պիտի այդ ջրերը պիտի հասնեն Եվրոպա։ Դու ուր ես ուզում հասնես։ Քրիստոնյաների գլխավոր պարտականությունն այն է, որ աշխարհին տանեն բարի լուրը, այն բարի լուրը, որ Աստված սիրում է այս աշխարհը, խաչվել է և ուզում է փրկել և փրկագնել այս կորած աշխարհը։ Բացի դրանից քրիստոնյաները սպասում են այս աշխարհի վերջին, քանիստ եք սպասում։ Պետք է հասնեք նպատակակետ, թե չէ։ Այն ջրերը հասնում են նպատակակետ։ Հյուսիս Արևմտյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի ափերին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված պատրաստվում է փրկել աշխարհը, ազատել այս աշխարհը չարից և վերջում այս աշխարհին, որ Աստծո ստեղծագործությունն է, մարդուն փրկի, որ Աստծո ստեղծագործության գլուխ գործոցն է, այսինքն քեզ։ Եվ հիմա սա այն այլընտրանքն է, այս աշխարհին, այս իմաստը կորցրած, ուղեծրից դուրս եկած աշխարհին։ Եվ մենք դա ենք ընտրել, ես դա եմ ընտրել, ժողովուրդ, կարդացեք այս գիրքը, ամեն մի բառի տակ կանգնեք, ասեք, սա Աստծո խոսք է։ Ես կմեռնեմ, աշխարհը կքանդվի, բայց այս խոսքը կմնա հավիտյան։ Սա չի փոխվելու, որովհետև Աստծո խոսք է։ Ես շատ բան կա, որ չեմ հասկանում, բայց սա Աստծո խոսք է։ Կարող է հարյուրավոր հարցեր տակ Աստվածաշնչից, ես չկարողանամ քեզ պատասխանել։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ հավատում սրա ճշմարտությանը, որովհետև իմ փոքր խելքով ոնց պիտի հասկանամ անսահմանափակ Աստծուն, ոնց։ Այսինքն Աստված մոտավորապես իմ նման պետք է լինի։ Ես կարող եմ Վահանին հասկանալ, մյուսին հասկանալ, բայց ոչ Աստծուն, որովհետև իրանք իմ նման մարդ են, կարող եմ իր բնավորությունը ուսումնասիրել, կարող եմ իր սովորությունները եւ այլը։ Բայց Աստծուն, ով որ մանավանդ որ գրված է, ոչ ոք Աստծուն չի տեսել։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Պետրոսն ասում է, որ երկրորդ Պետրոս 3:10-12 բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, երբ երկինքը շառաչյունով կանցնի և կրակով վառվող տարրերը հալվեն և երկիրը և նրա վրա կատարվող գործերը պիտի բացահայտվեն, և քանի որ սրանք բոլորը հալվելու բաներ են, ինչպես պետք է լինեք դուք սուրբ վարքով ու աստվածպաշտությամբ, սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքները կրակով այրված կլուծվեն և բոցավառվող տարրերը կհալվեն։ Հալելույա։ Այո, դա լինելու է, բայց ես խոստում ունեմ, կարդամ այդ խոստումն էլ նոր անցնեմ առաջ, և երկնքից Աստծուց կրակ իջավ ու լափեց նրանց, իսկ բանսարկուն, որ նրանց մոլորեցնում էր, գցվեց կրակի
եւ ծծմբի լիճը, որտեղ գազանը եւ սուտ մարգարեներ եւ պիտի չարչարվեն գիշեր ու ցերեկ։ Իսկ մենք պիտի հավիտյան Տիրոջ հետ լինենք։ Մենք ասելով կոլխոզը չի։ Մենք ասելով եկեղեցին չի, հավատացյալները։ Այնքան հավատացյալ անհավատ կան, ներողություն, ես ոչ մեկիդ իրավունք չունեմ այդ դասին դասելու, բայց ես երկարամյա քրիստոնեական հոգևոր ծառայության ընթացքում հանդիպել եմ անհավատ հավատացյալների։ Մենք չպետք է ատենք աշխարհը, մենք ապրում ենք աշխարհի մեջ եւ ենթարկվում ենք նրա օրենքներին։ Մենք պետք է սիրենք նրան, ում համար մեռավ Հիսուս Քրիստոսը։ Մենք պետք է աղոթենք նրանց համար, վկայենք նրանց եւ օգնենք նրանց բոլոր արժանի գործերի մեջ։ Նաեւ մենք պիտի կատարենք ամենադժվար հանձնարարությունը բոլոր դժվարներից, չխառնվենք այս աշխարհին եւ նրա օրենքներին։ Սա բոլոր քրիստոնյաների դիրքը պիտի լինի այս աշխարհում։ Ամեն։